Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում մայիսի 21-ին մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն տեղի ունեցավ։ Ավարտաճառեր ներկայացրել 3 ճեմարանական՝ Արմեն Սարգսակ Մկրտչյանը, Ալիք Սարգսակ Հարությունյանն ու Արսեն Սարգսակ Մարտիրոսյանը։ Արմեն Սարգսակ Մկրտչյանն եմ, այժմ ծառայում եմ Հարճավանքի Տրպաչյան ընծայարանում։ Նախորդիվ եղել եմ նաև գնդերից, ծառայել եմ եկեղեցում, Հրազդանի տարածաշրջանում, Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նախ ապա նաև Կեչարի սվանական համալիրում եւ ճեմարանը ընդունվելը անշուշտ եղել է իմ հոգևոր ծնողի, տեղի հոգևոր սպասավոր քահանայի միջնորդությամբ, Տեր Հարություն քահանայի եւ դրդումը այսպես է եղել, պարզ հետաքրքրությունից ելնելով ես ցանկացել եմ արդեն ավելի խորանալ եկեղեցական ուրեմն ծառայության մեջ, խորան բարձրացել եմ եւ ցանկացել եմ ավելի խորանալ եւ ավելի մեծ ծառայություն բերել Սուրբ եկեղեցուն եւ արդեն ճեմարանում ավելի հաստատվեցի, ավելի նվիրվեցի, ավելի հասկացա թե ուր եմ եկել եւ միանշանակ է եւ հստակ է ինձ մոտ այս տարիների ընթացքում, որ ես եկել եմ այնտեղը, ուր որ Աստված կամեցել է։ Ծեսը որպես քարոզչության միջոց, անդրադարձ Սուրբ Պատարագին։ Իր աշխատության մեջ Արմեն Սարգսակը փորձել է ներկայացնել բոլոր ծիսական արարողությունների, մասնավորապես Սուրբ Պատարագի քարոզչական նշանակությունն ու բովանդակությունը։ Սուրբ Պատարագը ներկայացնում է քարոզչական ամբողջական մի մարմին իր հոգևոր երգեցողությամբ, շարականներով, սաղմոսներով, աղոթքներով եւ մեծ տեղ ենք հատկացրել նաեւ խորհրդաբանությանը, սիմվոլիզմին, այսպես ասենք, որը յուրաքանչյուր կետով, յուրաքանչյուր դրվագով իրենից ներկայացնում է քարոզ։ Արմեն Սարգսակն իր թեզը մշակել է այնպես, որ այն ապագայում հասանելի եւ հասկանալի լինի նաեւ պարզ հավատացյալին, որպեսզի յուրաքանչյուր քրիստոնյա կարողանա խորապես հասկանալ աղոթքի եւ շարականի ներազդեցությունն իր կյանքի վրա։ 44-օրյա պատերազմից եւ հատկապես Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանն առավել ագրեսիվ կերպով շրջանառում է Արցախի աղվանականացման կեղծ թեզը, որը վերածել է երկրի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասի։ Աղվանքի կաթողիկոսությունը որպես հայ առաքելական եկեղեցու նվիրապետություն առաջինից 10-րդ դարերում։ Ալիք Սարգսակ Հարությունյանն այս թեման ընտրել է հետաքրքրությունից ու դրա արդիականությունից ելնելով։ Սարգսակը համոզված է, որ աշխատությունն իր հիմնավորումներով պատմական տվյալների վերլուծությամբ հակազդեցություն է ադրբեջանական այն նարատիվներին, թե իբր Արցախը ուդիական ադրբեջանական տարածք է։ Ադրբեջանական կառավարությունը մեծ ֆինանսավորում է տրամադրում ադրբեջանական պատմագիրներին, շատ երդավոր պատմագիրներին, որպեսզի Արցախի տարածքը ներկայացնեն որպես ադրբեջանական, իդեմս ուդիական։ Այսինքն ուդիները ներկայումս Աղվանքի հետնորդներից մեկն են համարվում, դե Աղվանքում եղել են շուրջ 26 եւ ավելի ազգեր, որոնցից մեկը հենց ուդիներն են։ Ներկայումս միակ քրիստոնյա ազգն են Ադրբեջանում, մի քանի հազարակազմում եւ հետեւաբար չեն կարող գերակշռություն կազմել այնտեղ։ Եվ ուդիական անվան ներքո փորձում են այդ տարածքները անջատել հայկականից, բայց լավ գիտեն, որ Արցախի ինքնին տիպիկ հայկական տարածքները, Արցախը ինչպես նաեւ ուտիկը, որտեղ է ծավալվել է հենց քրիստոնեության դարավոր ժառանգությունը հայկական, եւ այսօրվա մեր գլխավոր նպատակն է, որ ցույց տանք այդ տարածքները եղել են հայկական, թե եկեղեցական առումով, թե պատմական առումով եւ թե ընդհանուր մշակութային առումով։ Ալիք Սարգսակն իր ավարտաճառի շրջանակում անդրադարձել է հայ եւ օտարազգի պատմագիրների վկայություններին, հատկապես ուշադրություն հրավիրելով ուդիական աղվանական մատենագիրների աշխատությունների վրա։ Հատուկ տեղ է հատկացվել նաեւ 7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացուն եւ նրա Աղվանից աշխարհի պատմություն գրքին։ Կաղանկատվացու եւ մի շարք այլ պատմիչների վկայությունների հիման վրա Ալիք Սարգսակը փորձել է հերքել Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզերը։ Արսեն Սարգսակ Մարտիրոսյանի Թովմասի ավետարանը եւ կանոնական ավետարանները, ընդհանրություններ եւ հակադրություններ թեմայով մագիստրոսական թեզը ըստ ընդդիմախոսի գնահատականի արժանի է տպագրման։ Աշխատանքը արդիական եւ արժեքավոր է հատկապես այն տեսանկյունից, որ պարականոն գրականությունը հայ աստվածաբանական եւ գիտական շրջանակներում դեռևս քիչ ուսումնասիրված ոլորտ է։ Ուսումնասիրելով Թովմասի ավետարանը շատ ակնհայտ է երևում ավետարանի տարբերությունը մնացյալ 4 ավետարաններից Մատթեոս, Մարկոս, Ղուկաս եւ Հովհաննես առաջին հերթին տարբերվում է
ավետարանի սկիզբը, եթե մնացած ավետարանները ներկայացնում են միտեղ Քրիստոսի ծնունդը, միտեղ ծագումնաբանությունը եւ այլն, ապա Թովմասի ավետարանը սկսվում է այն խոսքերով, որ սա գաղտնի ավետարան է եւ մենք հստակ տեսնում ենք գնոստիկյան ձեռագիր այս ավետարանում, որը որ մեր եկեղեցու մեջ ընդունվում է որպես հերետիկոսական ուղղություն, որպես աղանդ։ Եվ ավետարանը կարիք է ունեցել, որպեսզի ժամանակի ընթացքում ուսումնասիրվի եւ արդեն հստակորեն ներկայացվի մեր հանրությանը, որպես ոչ ընդունելի մեր եկեղեցու համար, սակայն դրանցից բացի այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է նաև նշենք, որ Թովմասի ավետարանը շատ կարևոր է ուսումնասիրության համար, այսինքն վաղ քրիստոնեական պատմությունը ուսումնասիրելու, բայց չի ընդունվում որպես աստվածաշունչ։ Երեքի բարակային առանձնահատկությունները կարող եմ ասել, որ ինքնադիպ էին, յուրաքանչյուրը փորձել էր որոշ արդիականացում տալ մեկ եւ նաեւ նորություն հաղորդել։ Եվ դա կարևոր է, այսինքն այն թեմաները, որոնք չեն շոշափվել, արդեն արդիական են եւ իրենց ուսումնասիրությունից ելնելով նորույթներ ունեն։ Աշխատությունները գնահատելիս հանձնախումբը հաշվի էր առել նաև թեմաների ընտրությունը, գիտական նյութի կառուցվածքն ու շարադրանքը, ինչպես նաև գիտական աշխատանքի լեզուն։ Հանձնախմբի միաձայն որոշմամբ 3 սարկավագներին շնորհվեց մագիստրոսական աստիճան։ Անուշ Առաքելյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մայիսի 24-ին Կիրակի օրը Միածնայեջ Մայր տաճարում Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում։ Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ Վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Անանիա Վարդապետ Ծատուրյանին եւ Մայրաթորի քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանին։ Եպիսկոպոսը եկեղեցու նվիրապետական բարձրագույն աստիճանն է։ Հայոց եկեղեցում եպիսկոպոս ձեռնադրելու եւ օծելու իրավունքը վերապահված է կաթողիկոսին։ Արարողությունը սկսվում է նախորդ օրը երեկոյան, վարդապետները մասնակցում են ուխտադրության արարողությանը։ Նրանք վերահաստատում են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին հավատարմության ուխտը եւ երթմնագրեր են ստորագրում։ Հաջորդ օրը Սուրբ պատարագի ընթացքում կատարվում է ձեռնադրության արարողությունը։ Հայոց հայրապետը աղոթում է ձեռնադրվողների անխոչնդոտ ընթացքի համար։ Հայոց եկեղեցու գահակալը եպիսկոպոսության կոչելով վարդապետներին սրբալույս միրոնով օծում է նրանց։ Մայիսի 18-ին Արամ առաջին մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ։ Սա Կիլիկիո հայոց կաթողիկոսի առաջին պաշտոնական այցն էր նորընտիր քահանայապետին։ Կիլիկիո կաթողիկոսը Հռոմ էր ժամանել մայիսի 17-ին։ Ֆյումիչինո օդանավակայանում նրան դիմավորողների թվում էր նաև Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ Տեր Խաժակ arczepiskopos Պարսամյանը, որն իր ներկայությամբ վերահաստատել է հայ առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսությունների միջև տիրող միասնականության, փոխադարձ հարգանքի եւ համագործակցության ոգին։ Մայիսի 19-ին քահանայապետական Արևելյան ինստիտուտում, որը գործում է քահանայապետական Գրիգորյան համալսարանի կազմում, Արամ առաջինը հանդես է եկել հրապարակային դասախոսությամբ, նվիրված Մերձավոր Արևելքի եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին։ Համալսարանի ռեկտորի հրավերով դասախոսությանը եւ դրան հաջորդած ճաշին մասնակցել է նաեւ Խաժակ Սրբազանը։ Արամ առաջինի այցը Հռոմ կարևոր վկայություն է հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև գոյություն ունեցող պատմական ու եղբայրական կապերի։ Խաժակ arczepiskopos Պարսամյանի մասնակցությունը այցի մի շարք միջոցառումներին եւս մեկ անգամ ընդգծել է Սուրբ Աթոռում հայկական եկեղեցական ներկայացուցչության կարևորությունը եւ միջեկեղեցական երկխոսության, բարեկամության ու համագործակցության նկատմամբ շարունակական հանձնառությունը։
Հաջորդաբար հնչում են Հայաստանի Հանրապետության օրհներգը, Էռնեկյան հանրակրթական դպրոցի օրհներգն ու տերունական աղոթքը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էռնեկյան հանրակրթական դպրոցի վերջին զանգն է նշվում։ Էջմիածնի հայորդյաց տան դահլիճում են մեկտեղվել շրջանավարտներ, հարազատներ, ուսուցիչներ, հոգևորականներ։ Շրջանավարտները շնորհակալական խոսքեր ուղղեցին ծնողներին, դպրոցի ուսուցչական կազմին, տնօրինությանը, հոգևոր տեսուչին, անձերի, ովքեր օգտակար են եղել գիտելիք ամբարելու, մասնագիտական կողմնորոշման հարցում։ Շրջանավարտներին ողջունեց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը։ Այս դպրոցում ուսանելը դժվար է, պահանջները մեծ են։ 43 շրջանավարտները հաղթահարել են ուսումնական դժվարությունները, շատերը հանձնել են բուհական քննություններ, ընդունվել են Հայաստանի ու միջազգային համալսարաններ։ Էռնեկյանի 17-րդ սերունդն է դպրոցն ավարտում։ Նվաճել են Հայաստանի Հանրապետության լավագույն բուհերը, նաև երկու սովորող ունենք, ովքեր ուսումը շարունակելու են արտերկրում, մեկը Սորբոնի համալսարանում, մյուսը Չինաստանում է իր կրթությունը շարունակելու։ Տարիներ շարունակ շատ վստահաբար ենք մենք մեր շրջանավարտներին ուղարկում նոր կյանք, որովհետև այն հնարավորությունները, այն գիտելիքները, այն կրթությունը, ինչ ստանում են Էռնեկյան դպրոցում, կարծես իրենց տրված է ի վերուստ։ Վեհապար Հայրապետի օրհնությամբ, Էդուարդո Էռնեկյանի բարերարությամբ եւ բոլոր այն բարեկիրթ ու արժանապատիվ մարդկանց աջակցությամբ, որպեսզի կերտենք ճիշտ ապագա եւ մեզ համար եւ երեխաների համար։ Դպրոցը շարունակաբար մասնակցում է ամենատարբեր մրցույթների։ Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի արդյունքների հիման վրա Էռնեկյան հանրակրթական դպրոցը ճանաչվել է դեսպան դպրոց, տնտեսագիտական որոշումների դպրոց կառույցը Կենտրոնական բանկի հետ համագործակցաբար անցկացնում է համապատասխան հանրապետական ու միջազգային օլիմպիադաներ։ Բաց չենք թողնում ոչ մի հայտարարություն։ Երրորդ տարիներ երեխաները արհեստական բանականությունն էին ուսումնասիրում եւ արհեստական բանականության ոլորտում եւս մեծ նվաճումներ ունեն, մեծ ծրագրեր են արդեն ինքնուրույն գրել, իսկ տնտեսագիտական ոլորտը արդեն տարիներ շարունակ միջազգային մրցույթներում գրավում են առաջին պատվավոր տեղը եւ դպրոցը վաղուց արդեն կոչվել է տնտեսագիտության դեսպան դպրոց եւ այդ կոչումը ոչ մեկի չեն տալու։ Էռնեկյանցիները բոլոր ոլորտներում հաղթանակներ ու առաջընթաց են գրանցում։ Ուսումնական հաստատությունը հանրապետության լավագույն դպրոցների շարքում է։ Դահլիճը լի է հուզումներով, հրաժեշտի խոսքերով, ծաղիկներով, ծափերով։ 10-րդ դասարանից եմ այստեղ։ Կարող եմ ասել, որ սա շատ հրաշալի դպրոց է, շատ հրաշալի տեղ է, ամենալավ միջավայր, ամենալավ ուսուցիչները, ամենալավ դասընկերները, այդքան այս 3 տարվա ընթացքում հացրել եմ իրոքից կապվել այս դպրոցի հետ։ Ուսումս ավագ դպրոց, որպես շարունակել եմ Էռնեկյան հանրակրթական դպրոցում։ Իրականում Էռնեկյանում սովորելը դժվար է, սակայն ես համազգեստը կրել եմ մեծ սիրով եւ պատվով։ Շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներից, տնօրենությանը, ինչպես նաեւ իմ ընկերներին։ 3 տարի է ճիշտ է, որ սովորում եմ Էռնեկյան հանրակրթական դպրոցում, բայց այս 3 տարվա մեջ ինձ շատ բաներ են սովորացել ու այդ իմ համար շատ թանկ է ու այս 12 տարին ինչպես սովորել եմ իմ ամենասկիզբն է, էլի ոնց որ դրանից հետո ես ավելի շարունակելու եմ ապագայում ու շատ կարևոր է այս ամենաառաջի 12 տարի դպրոցական եւ ես շատ շնորհակալ եմ Էռնեկյան հանրակրթական դպրոցին, որ այս ուսումը ինձ տվել է։ Վեհապար Հայրապետի օրհնությունները ու շնորհավորանքները փոխանցեց Էռնեկյան հանրակրթական դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն Քահանա Միրզոյանը։ Նա վստահություն հայտնեց, որ անկախ ընտրած մասնագիտությունից ավարտողները բարձր կպահեն դպրոցի անունը։ Էռնեկյան հանրակրթական դպրոցը հիմնել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Դպրոցի շենքը կառուցվել է արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանի հովանավորությամբ եւ կրում է նրա անունը։ Ներկաներին ողջունեցին ու շրջանավարտներին շնորհավորեցին Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հրանտ Հակոբյանն ու Էջմիածնի մասնաճյուղի կառավարիչ Կարեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ Կոնվերս բանկում Էռնեկյան դպրոցի աշակերտների անուններով հաշիվներ են բացվում։ Յուրաքանչյուր տարի այդ հաշվին ավելանում է $100։ Դրանով դպրոցը հոգում է իր շրջանավարտների հետագա կրթական ծախսերը ևս։
Մայիսի 29-ին ժամը 14-ին Բաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանում տեղի կունենա Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակչության տպագրած մի շարք գրքերի շնորհանդես։ Լույս է ընծայվել գերմանացի պատմաբան եւ ցեղասպանագետ Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը», Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործված մեծագույն հանցագործությունն ըստ Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Հայտնաբերված պատմական վավերագրերը նորովի են բացահայտում ցեղասպանությանն առնչվող բազմաթիվ կարևոր հանգամանքներ։ Պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Հարությունյանի «Հայ գաղթականությունն առաջին աշխարհամարտի տարիներին եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին» աշխատությունը սկզբնաղբյուրների համակողմանի ուսումնասիրման եւ համադրման միջոցով պատմաքննական եւ պատմահամեմատական վերլուծությամբ ներկայացնում է առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարության հակահայ քաղաքականության արդյունքում առաջացած հայ գաղթականության պատմությունը եւ հայ գաղթականության ու հայ առաքելական եկեղեցու փոխկապակցված հիմնահարցի համալիր վերլուծությունը։ Պատմական գիտությունների թեկնածու Արմինե Տիգրանյանի Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման եւ բռնայուրացման Ադրբեջանի քաղաքականությունը վերնագրով ուսումնասիրությունը անդրադարձ է 2020-ից 2025 թվականներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմներին, էթնիկ զտման եւ ռասայական խտրականության հետևանքով Արցախի պատմական հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման եւ յուրացման քաղաքականությանը, մշակութային ժառանգության միջազգային պաշտպանության գործիքակազմին։ Պատմական գիտությունների թեկնածու Տեր Արարատ Քահանա Պողոսյանի Սուրբ Էջմիածնի դերը 16-ից 17-րդ դարերի հայ ազատագրական պայքարում աշխատությունը համակարգված կերպով բացահայտում եւ վերլուծում է ամենայն հայոց կաթողիկոսության հոգեվոր կենտրոնի Սուրբ Էջմիածնի դերակատարությունը հայ ազատագրական պայքարի գաղափարական, քաղաքական եւ դիվանագիտական գործընթացներում, ընդգծելով ինչպես հոգեվոր առաջնորդների, այնպես էլ ազգային գործիչների փոխկապակցվածությունը։ Պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի եւ բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանի համահեղինակած Արցախ վանքեր, եկեղեցիներ եւ ձեռագրեր վերնագրով նկարազարդ գրքում ներկայացվում են Արցախի վանքերն ու եկեղեցիները որպես հայ ձեռագրական մշակույթի կարևոր կենտրոններ։ Մայիսի 29-ին ժամը 14-ին Բաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանում գրքերը կներկայացվեն հանրությանը։